Տիկին Լիդա, պարբերաբար ձեզ տեսնում ենք հաջակցություն մեր քաղբանտարկյալների, ձեր ձեռքին լուսանկարներ են, այսօր ինչ ուղերձով եք այստեղ։ Եկել եմ բոլոր քաղբանտարկյալների համար, բոլորին, էսա իմ ընկերները, բոլորը իմ ընկերներն են, բոլորի համար եմ եկել։ Կյանքս կտամ հայրենիքիս, մենակ թե հայրենիքս փրկվի։ Ես իմ տղայի բառերը կրկնում եմ։ Եթե դար ճանապարհ չկա, հայրենիքը հետևում է։ Եկել եմ, որ ուզում եմ շատ լինենք, միջև հայ ժողովուրդը դուրս չգա փողոց, բան դուրս չգալ, կտոր Հայաստանը բաժանելու է։ Հիմա էլ ավելի կատաղած է, Ղարաբաղը ասա ղնջղած է։ Վերջում էլ կանիծեմ մի հատ լավ կին խնդրելա, որ կանիծեմ իրան։ Երկերը քանդելա ժողովուրդ, ինչքան էլ նիկոլական լինել։ Ճանապարհին ինձ հանդիպում են, ասմատիկեն Լիդա կներեց, ես իրան ընտրել եմ։ Եկել այնձանից ներողություն խնդրում։ Ես Նիկոլ եմ ընտրել, բայց փոշմանել եմ։ Նիկոլ ես ընտրել, հիմա էլ արի փողոց դուրս արի դեն շփրտենք։ Աշխարհում խայտարակվել ենք, ամոթ ամես։ Հայ ժողովուրդը ամաչում է այս հիմարի ձեռին։ Լիդա, ամեն դեպքում ինքը ասում է, որ հանուն մեր ինքնիշխանության է այս ամեն ինչը արվում, հանուն օրինակ եկեղեցու բարեփոխման, հանուն ամուր սահմանների։ Ով ես, որ եկեղեցու հետ խառնում ես, 1700 տարի առաջ, 1000 տարի առաջ եկեղեցին ամես պահել, որ պետականություն չենք ունեցել, ով ես այ ոչ լոչշուն, այ թուրք, այ թրքից ծնված, այ խառնացին, այ ընկեցիկ, դու ով ես, որ եկեղեցու հետ խառնում ես։ Սրբազանը ինձ ձեռատալիս, ամբողջ Հայաստանը պահում է։ Ես ասել եմ ու ասել եմ, կրկնում եմ, տեղնատեղը չի ընդունում են, ինձ չեն ընդունում, բոլոր եկեղեցականները պիտի երեխաներ ունենան, ազգը քչացել է, պիտի որտեղ է Աստվածաշնչում գրված չի, որ բանը սրբազանը պիտի երեխա չունենար, գրած չի, պիտի երեխաներ ունենան, որ շատանան, որդեկորոջ ծնողները պիտի երեխաներ ունենան, այն 5000-ը, որ ընդ պարկած են, նրանց փոխարեն մենք պիտի երեխաներ ունենանք, շատացնենք, ազգ, հայ ազգ, կոչ եմ անում, ծնելույթությունը շատացրեք, շատ եմ խնդրում, թող տղա երեխաներ ծնվեն, թող Դավիթներ ծնվեն, Մհերներ ծնվեն, Սասուններ ծնվեն, Մոնթե ծնվի, Նժդեհ ծնվի, Անդրանիկ ծնվի, Սերոբ ծնվի, սենց չի լինի, դուրս են գալիս մի քանի րոպեով, կանգնում, խոսում թողում գնում, չի լինի, պիտի ժողովուրդը դուրս գան, ամբողջ Ղարաբաղը արտագաղթում է, սոված ծառա ոչ զմպասեն ստանում, ոչ թոշակ են ստանում, ոնց ապրեն, արտագաղթում են, Արցախ բարեց խուսը ծապում է, վախ կոտա ինքը ժողովուրդ ուղակի ձերքին լույց կա, դրա համար էլ ինքը ինչ ուզում անում է ժողովուրդի գլխին, աշխարհը մեզ ձեռ առնում, այն օրը Չեխիայի բանն էլ է մեզ ծնազանում, Չեխիայի դեսպանն էլ է մեզ ծնազանում, չգիտեմ ինտերնետ կարդում եք, չեք կարդում, ասում այդ խելոք ազգը, այդ ինչ է ձեր վիճակը, ինչ եք այդ հիմարին գլուխ դնում հետը, շպրտեք թողեք գնաք, հայ ժողովուրդ կոչ եմ անում, որպես հերոսի մայր, դուրս եկեք փողոց, այս աննասունին, այս հրեշին, հանենք ու փրկվի հայ ազգը, թե չէ մենք լուծվելու ենք,
լուծվելու են Թուրքիետ Հայաստանը կորչելու է։ Մի քանի ամեց կասեմ Հայաստան մայրիկը, Թևանիկի մայրիկը խնդրել է, որ իր անունից, իր բարբարով ասեմ, Նիկոլ, դիակը շները քաշտան, մխկտաս, մալամի շեղնիս, տենց էլ ասելա, մալամի շեղնիս, Են 5000 ծնողների ցավը պկիտ նստի, որ են երեխեքին տարել ես ընդենեցել, դու ես ես պատերազմը հրահարել տականք, ես հո գիտեմ, ես արցախցի եմ, իմ տղան զինվորական ա եղել, ես քո արարմունքները բոլորը գիտեմ շարունակում ես, այ ոչ լոչ շներ, հայ ժողովուրդ ուշքի եկեք, նարկոզի տակից դուրս եկեք, Նարկոզի տակից դուրս եկեք մեղկա ժողովուրդը, ձեր սերունդը թուրքանալու է, են որ հիմա Թուրքիայից գալիս է այստեղ, ասում եմ մեզ սերունդը հայ է, տարիներ հետո մեզ էլ ա տենց պատահելու, գալու են ասել մենք հայ ենք եղել, տենց մի արեք, որ Հայաստանը կորչի, ես աշխարհի ամենադրախտային երկիրը, Դրախտային Արցախը կորցրել ենք, գոնե դրախտային Հայաստանը պահպանենք, մեղք ենք մենք ստեղծելու ենք, մենք կարողանալու ենք շուտ վերականգնենք, մենք շատ լավ ազգ ենք, մենք սփյուռք ունենք, մենք մեծ Ռուսաստանում սփյուռք ունենք, եթե մենք իրար հետ միաբանվենք, Սփյուռքն է մեզ օգնի, խելքներս գլուխներս գա, ու մեզ մի լավ ղեկավար ա պետք, խելքը գլխին հայրեն ասել, որ մենք էլ լսենք, մենք բանի տակ, նարկոզի տակ ենք նորից եմ ասում, հայ ժողովուրդ, խնդրանք սա, հավաքվեք, երեխաներ ունեցեք և զգուշացեք, Քրիստոնյա եղել ենք, պիտի քրիստոնյա էլ մնանք, մենք միշտ պարտելեցել ենք, որ աշխարհի ամենաառաջին քրիստոնյա ենք եղել, հիմա գլուխներս կախել ենք, ում առաջ, ոչ լոտ Նիկոլի, թուրք, Նիկոլ դու թուրք ես, դու ընկեցիկ ես, մեկ էլ ասեմ, Արարատ Սարը, Նիկոլ, դու քո երեխեքի խերը չտեսնես, չէ պիտի ասեմ, խնդրում չկրճատեք, չգիտեմ ուղիղ եթեր չի, պիտի ինքը թորան թուշ չպաչի, ոնց որ իմ թորները, իմ 4 թորը ասում են, ուրա պապան, ինչի չի գալիս, իրաններ պիտի ասեն մերելա չի գալու, Արարատը մերն էլ մնալու է, մենք պիտի պայքարենք, միջև չպայքարենք չենք փրկվելու, ամեն անգամ ասում եմ, գալիս եմ ասում, ասելու եմ, ես նենց որդի եմ կորցրել, որ ինձ ամեն բան էլ ես ինձ թույլ եմ տալիս ասելու, Նիկոլն էլ մերն է, են կնանիք էլ մերն են, նրանք Նիկոլից վատն են, ես Նիկոլին ավելի շատ եմ ատում, քան թե Ալիևին, Նիկոլը ոչ թե թշնամի, դավաճանը Նիկոլը թշնամի է, գետինը մտնես Նիկոլ, ասում եմ, մեի դդ շները քաշտան, այդքան բան։